Գործիչներին էլ է վերաբերում, համեցեք, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն, մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Կարող է արդյոք Հայաստանում ընտրություններին մասնակցել ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ անունով կուսակցությունների դաշինք, թե չէ։ Հիմա այս հարցն է քննարկվում։ Մեր ընդդիմությունը մեզ ասում է, որ եթե ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ դաշինքը չի կարող գրանցվել, ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ անձնանուն բառը չի կարող լինել այնտեղ, հետևաբար սա հարված է ժողովրդավարությանը եւ հետևաբար ոչինչ էլ չի կարող լինել։ Ժողովուրդ ջան, ես անկեղծորեն չեմ հասկանում։ Ձեր դարդը թողած գնացել եք 8 երկրի քաղաքացու դարդն եք լացու։ Դուք ձեր դարդը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք։ Պարոն Մամիջանյանն եկել այստեղ Վենետիկի բանից է խոսում, պարոն Մամիջյան, ձեր կուսակցությունից այն օրն է 50 քանի հոգի ձերբակալվել վաղար շաբաթի ընտրություններում, կներեք իրենց բառերով ասած 20 մանեթ բաժանելու համար, բայց վերջում էլ այդ կանայք, որոնք որ ձերբակալվել են ձեր կուսակցական կաշառք բաժանելու համար, շատ ճիշտ բան են ասել։ Ասում են սրիկա են, իրանք փողը իրանց են պահում։ Մեզ ոչ մի կոպեկ չեն տալի։ Այ դրա համար էլ ընդդիմություն չունենք, մեր ընդդիմությունը կրվավ։ Ձեր բնութագրումը ձեր կուսակցական ընտրատասովշիկները արդեն իսկ տվել են, հարգելի գործընկերներ, մի եկեք այստեղ Վենետիկ բան, տենց բարձրարժեք բաներ մի խոսացեք, հազար ներողություն, էլի, հազար ներողություն։ Իսկ ինչ վերաբերում է բուն օրենքի նախագծին, սիրելի գործընկերներ, նորից եմ կրկնում, ձեր դարդը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք։ Շնորհակալություն, Արման Եղոյան։ Շնորհակալություն, ես զարմանում եմ, որ